Ազնվական ծագում ունեցող Լև Տոլստոյը հագել է սպիտակ շապիկ, վերցրել գերանդին եւ սեփական աշխատողների հետ խոթ հնձել։ Մանուկ հասակում որբացել է, սիրել է ձի քշել, լողալ, կոշիկ կարել, ատել է շների հաչոցը։ Ուժեղ մարդիկ միշտ պարզ են, ասել է գրողը։ Նա եղել է մոլի խաղամոլ, պատերազմի մասնակից, բուսակեր, ունեցել է կանոնների ցանկ, օրինակ ամիսը 2 անգամից ավել չգնալ հասարակած տներ։ Տոլստոյը ամուսնացել է իրենից 16 տարի փոքր Սոֆիայի հետ, ունեցել են 13 երեխա, որոնցից 5-ը մահացել են։ Ցանկացել է եկամտից տալ աղքատներին, վաճառել դաշնամուրը, կահույքը, ինչի համար վիճել է կնոջ հետ։ Կնոջը ստիպել է կարդալ իր մինչամուսնական սեքսուալ պատմություններով օրագիրը։ Երջանիկ ընտանիքները նման են իրար, դժբախտները դժբախտ են յուրովի, գրել է նա։ Տոլստոյի ձեռագիրը բացի կնոջից ոչ ոք չի հասկացել։ Հոգեբանը ասել է, որ այն պատկանում է հոգեկան շեղումներով թեթևաբարո կնոջ։ Տոլստոյը 16 անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի, սակայն ասել է. «Խնդրում եմ ինձ ազատել այդ ծանր պահից ու փողերից, որոնք չարիք են բերում»։ Ընկճախտից տառապող գրողը ունեցել է ինքնասպանության մտքեր։ Ես երջանիկ մարդս, ինքս ինձնից պահում էի պարանը, որպեսզի չկախվեմ սեփական սենյակումս։ Նա սկզբում հետևել է եկեղեցական կանոններին, հետագայում հիասթափվել։ 82 տարեկանում լքել է տունը եւ կնոջը նամակում ասել. «Գուցե այն ամիսները, որ մեզ մնացել են ապրելու, ավելի կարևոր են ապրած տարիներից էլ»։ Դրանից մի քանի օր անց մահացել է։ Տոլստոյի հուղարկավորությանը քահանա չի մասնակցել, աղոթք չի ասվել, նա չունի գերեզմանակար։ Գրողը ինքն էր այդպես կամեցել։ Քահանաների կարգադրությամբ եկեղեցիներից մեկի պատին գրվել է. Տոլստոյը այրվում է դժոխքում։ Նրա պատկերը դաջում էին արթուկների վրա, որ մշտապես այրվեր։ Յուրաքանչյուրը փորձում է փոխել մարդկությանը, սակայն ոչ ոք չի փորձում փոխել ինքն իրեն։